սպասել եմ մոտ 3 ամիս, ինքը լրացնում է իմ կոլեկցիաներից մեկը, այս երկու ֆիգուրկաները հիշում եք, չէ, որ ասում էի արտադրվել են Comic-Con-ի հետ կապված, ունեն ստիկերներ, սրանք ռելիզ են, որոնք արտադրված են արդեն օնլայն վաճառքի համար, ոչ ֆեստիվալի ընթացքում։ Ու հիմա ես ձեռք եմ բերել ֆիգուրկա, որը վաճառվել է հենց ֆեստիվալի ընթացքում։ 7-րդ թիմը, այսինքն Նարուտոն, Սակուրան ու Սասկեն, կատվի ականջներով մտել էին կատուների գյուղ, արդեն չեմ հիշում ինչի համար, որովհետև շատ վաղուց եմ դիտել այդ։ Եթե համեմատական դնենք մյուս ֆիգուրկաների ու իր միջև, ինքը ավելի հազվադեպ է, ինքը ավելի թանկարժեք է, ինքը ավելի պահանջված է։ Այս ստիկերով դու կարող ես ձեռք բերել միայն վերավաճառողների մոտից, ովքեր ֆիզիկապես ներկա են եղել հենց այդ ֆեստիվալին։ Ես իրան գնել եմ $37 ու ունի մի քիչ դեֆորմացիա, այստեղ կարող եք տեսնել երևի։ Այս ֆանգոն վաճառողը ինձ Սասկեի հետ միասին ուղարկել է մի շարք կոլեկցիոնի կարտեր։ Այս երկուսը նույնիսկ պատված են պատյանով, ու որքանով որ ես հասկանում եմ, իրանք պետքա որ ինչ-որ արժեք ունենան։ Նախկինում շատ եմ խոսացել նրա մասին, որ Պոկեմոնների կարտերը իրանք արդեն կուլտ են որոշակի ու մարդիկ շատ մեծ քանակներով գնում ու վաճառում են Պոկեմոնների կարտեր։ Իրականում բավականին սիրուն են։ Ծանոթացեք Սասկե Ուչիհա։